Քասախցիներին նորից համախմբելու համար պետք էր մեկը, ով ծանր ու թեթև կաներ բոլորի հոգսերը, ում խոսքը կշիռ կունենար։ Իրենց նոր տունը կառուցելու համար խստապահանջ քասախցիներն ընտրեցին ծննդով չամռլեցի Ալոյի Եղիշի եւ Շողշողի որդուն Սողոմոնին։ Շինարար ստեղծող հող սիրող հանրությունը ժողովուրդ, այսինքն քասախցին 65 թվականից հիմք է դրել այս տնտեսությանը, որը ես իմ աչքերով տեսել եմ արդեն 1970-ականների վերջերից։ Քասախի տնտեսության ղեկավարը եղել է մի հզորագույն մարդ, անհատականություն, որը իր էությամբ ինքը կառուցող, շենացնող, ստեղծող, ամենակարևորը համախմբող կերպար էր։ Խոսքը Սողոմոն Հակոբյանի մասին է։ 29-ամյա ինժեներ մեխանիկն այդ ժամանակ ճանաչված մասնագետ էր մեկ այլ տնտեսությունում։ Վստահաբար աշխատանքային կարիերան երիտասարդ գյուղատնտեսին ավելի մեծ բարձունքներ էր խոստանում, սակայն համագյուղացիների խնդրանքն ալեկոծեց Սողոմոնի ներաշխարը։ Այդ պահին իր հող ու ջրի մարդիկ հենց իր կարիքն էին զգում, եւ Սողոմոնը կայացրեց ամենաբարդ որոշումը։ Թողեց բարեկեցիկ կյանքն ու կնոջ Լիդա Ղազարյանի եւ երեխաների հետ եկավ։ 5-6 տարեկան էի ժամանակ, հստակ հիշում եմ պատկերը քասախի։ Ուրեմն, եթե հանդիպեիր մրիկին, sense ես կքշեր, կբարձրացներ, կտաներ այլ ուղղությամբ, քան դու գնում էիր։ Բացարձակ ոչինչ չկար։ Ես, պապաս, մամաս, ինքը քասախն ենք։ Դե մյուսների մասին չեմ ասում, այն առումով, որ ուրիշ բան չեմ տեսել, բացի իրենց կյանքի նպատակը տեսնելով, որ քասախի կառուցումն ու քասախի համար աշխատելն ու ապրելն է։ Նույնիսկ մամաս, ես կես տարեկան եմ եղել, արդեն վերադարձել է մանկապարտեզի վարիչներ, վերադարձել է աշխատանքի, այսինքն ես մեծացել եմ քասախցի կանանց գրկում։ Բոլորը ինձ մամա հետ եղել, որտեղ մամաս չէր կարող թողել իր կարևոր գործը, իր կոլեկտիվը, իր մանկապարտեզը, ինքը նույն ձևի նվիրված էր իր աշխատանքին, ոնց որ հայրս։ Կիսաանապատ հիշեցնող տարածքը լի էր անելիքներով, անվերջանալի թվացող խոչընդոտներով, բայց որոշումն արդեն կայացված էր։ Ամեն ինչ պետք էր սկսել զրոյից։ Մեր ծնողները մեզ զգուշացրեցին, պապան զգուշացրեց, ասեց չգնաք ձորի կողմը, մեղոցերը շատ են։ Դե ինչ երեխա, որ լսի այդպիսի բան ու չգնա։ Եվ մենք էլ որոշեցինք գնալ, իհարկե վախվխելով, հեռվից կանգնած նայում ենք այդ ձորում սալաքարեր կային, իսկապես արև ժամանակ, դե դա հաշուն էր, որ մենք եկել ենք, այսպիսի օրեր էին, կծիկներով քարերի վրա ման էին անում ոցերը, հետո աստիճանաբար քչացան եւ հսկայական աշխատանքի շնորհիվ դարձավ այդպես կամ աստիճանաբար մեր մայրերի, հայրերի աշխատանքի շնորհիվ։ Նոր բնակավայրը ինքն էլ չգիտեր, թե ում ձեռքն է ընկել։ Կամքը երկաթ դարձրած, քասախցին առաջ էր գնում նախնյաց խրատը լավ յուրացրած։ Հմալ քելեոր գեդին օդներու տակ դնդա։ Այսպես հաստատակամ աննկուն առաջ գնացող քասախցու առջև բացվեցին նոր հորիզոններ։ Նա նորից պետք է կառուցեր իր տուն, կարգի բերեց գյուղամիջյան փողոցներն ու հրապարակները, հեկտարներով մշակեց պտղատու այգիներ։ Ես հələ դեռ փոքր էի, որ տրակտորը բերինես մեր ստադիոն, մի առելի լեռներ էր դեռ կռեկ էր։ Վերեցին ու այդ կամացոն սա գալիս էին դեռ նայում էին, թե ինչ մեխանիզմ է, այդ քարերը ոնց էր բրտում, ում սևեր բանկերներ ու ստադիոնի դաշտը սարքեց այդ մարդն։ Այո, ամենաառաջի կամացոն Հայաստանում աշխատել է մեր Սոկոտում։ Ոնց էր ստեղծվում քասախում առհասարակ հողը, որի վրա հնարավոր էր այգի, զբոսայգի կամ շենք կառուցել։ Պայթեցնում էին սարսափելի մեծ քարեր, հետո ապարանից, աշտարակից, Եղվարդից, ամենատարբեր տեղերից հող էին բերում լցնում, որովհետև դա չկար, որից հետո պարտացնում էին, որպեսզի հնարավոր լինի հետո ծառ տնկել, այգի ստանալ, զբոսայգի ստանալ եւ առհասարակ օգտագործել ոյցե նպատակով։ Քասախում դպրոցի հիմնադիր տնօրենը հայրս է։ Եվ դպրոցի երկհարկանի կորպուսը հետո եռահարկը կառուցվում էր։ Այնքան արագ, որ հաջորդ տարի ես արդեն 9-րդ դասանում եռահարկ կորպուսում էինք։
Առողջապահությունը եւս Քասախում բարձր հիմքերի վրա է դրված եղել։ Երբ վերաբնակեցումը եղել է, առաջի հերթին մտածել են հիվանդանոց ստեղծելու մասին։ Եվ 69 թվականին ստեղծվել է Քասախի տեղամասային հիվանդանոցը։ Մեր կոլեկտիվը այնքան իրար ջերմ էին վերաբերվում եւ այնքան բանիմաց էին մեր բուժքույրերն ու բուժակները, որ բժիշկները իրանց հետ նստում էին հաշվի։ Մեր բուժքույր Շողիկը միջմը կանային սրսկում անում, ասում է Մորքուր ջան, տաք կպահես, մագնեզիում եմ արել, հանկարծ չքարանա։ Հաջորդ օրը պատուհանից նայում ենք, Մորքուր աստղիկը գալիս է։ Հետևից մի հատ երկար պարան։ Էս ինչ պարանա, եկավ, տեսնենք հարթուկը տաքացրե, դրել է սրսկաստեղը ու գալիս է։ Շողիկ ջան, բա դու չասեցիր տակ կպահես։ Տներ կար, որոնք միայն Յայլոյաններ սպասարկում։ Կուկլա էր ինձ ասում, Կուկ ջան, արի գնանք տները, մի երկու տուն կա։ Ինձ տարավ այդ տներից մեկը, մի գեղեցիկ տիկին պարկած էր, թմբլիկ, ասեց պետք է սրսկում անես։ Ես բացեցի համապատասխան նայում եմ, դե թմբլիկա մտովի ուզում եմ տեսնել որ կողմը պետք է սրսկեմ եւ անեմ, նա ինքը տեսավ որ ես մտմտում եմ, նայում եմ, ասեց Կուկլա ջան, ինչ կաշես, հեկտարım տեղ է, զարկ թողեր տա։ Գիշերը մեր Յայլոյանի դուռը զանգում են, Յայլոյան ջան կինը շատ վատ է։ Յայլոյանը գնում տեսնում է փորը փքված, հոգնա է անում, այսպես ասած կլիզմա։ Դե այդքան էլ հաճելի գործ չի, Յայլոյանից 5 ռուբլի փող են տալիս, դա բավականին մեծ գումար էր սովետի ժամանակ։ Յայլոյանը ուրախ գալիս է ու հենց գլուխը դնում է որ քնի, նորից զնգ դուռը զանգում են։ Յայլոյան ջան չի դզվում։ Գնում է երկրորդ հոգնանա անում, վերադառնում է։ Հենց պարկում է նորից, այ Յայլոյան ջան, կինս չլավացավ։ Սիրուն ջան, չալարեցի։ Երրորդ անգամ գնացի, հասա իրանց տուն, մտա միջանցքը, այս մարդու ձեռը բացեց, այդ 5 ռուբլին դրեցի, բուրը փակեցի, ասես քո 5 ռուբլին ցավը տանեմ, այս էլ քեզ հետույք, հələ կլիզման արատ ես հեշտ բան է էտի։ Եվ շատ ուժեղ ֆուտբոլային թիմ ունեինք, նույնիսկ Հայաստանում ճանաչված։ 85 թվականին նորից Քասախ թիմը Հայաստանում էլի առաջին տեղ գրավեցինք ագրո Արտնաբերական համալիրի գյուղական այդ մրցաշարի ժամանակ, դա Մարտունիում, արդեն առաջ տեղ են գրավել, պետք է մրցանակը բերեն տան բան, մեկ էլ ասեցին հյուրանոցից գողացել են մրցանակը։ Ո՞ւստե գողացել են, հա, գողացել են։ Մենք արդեն ամբողջ թիմը վերցինք, գնացինք գործկոմի շենք, մենք հաղթել ենք այդ մրցանակը ոնց կլինի, նոր գդամ բերեցին, դրա հետ մեկտեղ էլ տվեցին մարզահագուստ բոլորին։ Բշամարտը մեր գյուղում եղել է, Շիրինյան Շիրինանով կար, ինքը Ախուրյանից էր եկել էր, մեր ուրեմն մարզադպրոցը 85 թվին էր։ 88 թվին ինձ նշանակեցին մեր մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար ու սկսեց իմ այդ գործունեությունը։ Ասեմ, որ այնքան հեշտ չի եղել իմ համար, որովհետև ասենք ուզում էի ջայել տղա, ուզում էի որ ամենալավը լիներ իմ մարզադպրոցը, մարզիչների կադրերի խնդիր ունեի, սկզբում ուրեմն հրավիրեցի քաղաքից մարզիչներ ու այդ մարզիչներին կարելի ասել ասեցի, որ պատրաստի իմ կադրերը, ստեղի տղաներին պատրաստեք որպես մարզիչներ, որովհետև դուք գնալու եք, դուք չեք մնալու։ Երբ որ Հայաստանում քիչ տեղերում կար արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, մենք ունեինք, եւ այդտեղ ամբողջովին երեխաներն էին, ակումբում կար թատերական խումբ, որը նույնիսկ գնում էր ուրիշ գյուղեր, թատերական ներկայացումներ էր տալիս, հետաքրքրությունը շատ է։ Ով չեր ուզի ապրել, անունով գյուղ, սակայն քաղաքատիպ Ավանի գրավչություն ունեցող բնակավայրում։ Եվ հիմնադրման առաջին իսկ տարիներից մարդկանց ներհոսք սկսվեց դեպի Քասախ։ Ծնողներս եկել են այստեղ 80-ականներին, մեր համար շատ հարազատ վայր է, այստեղ կապ չունի, դու թազա բնակիչ ես, հին բնակիչ ես, ով ես, լավն ես, քո հանդեպ բոլորը լավն են։ Ու ասենք ստե իմ մոտ որ գալիս են, շատ ասում ջանիկ մերնի մազիկ ջան, այդպես այդ պապիները որ գալիս են, մոտես այդպես որ հարտարում եմ արդեն պրծնում եմ գործս, մեկ էլ ջանիկ մերնի մազիկ ջան, քեզ լիք առողջություն, ասենց բարբարով էլի,
ասինքն այնպես քաղցր են ասում, որ դու ուզում ես հելմա դուրս ուզում ես բռնես բերես մի հատ էլ մազերը կդրես այդ մարդու, որ այդ ջերմությունը էլի ստանաց։ 1971 թվականին գրանցվեց հերթական կարևոր իրողությունը։ Թիվ 40 սովխոզը պաշտոնապես կոչվեց Գյուղ Քասախ։ Եվ հենց այդ տարվանից տնտեսության բոլոր ճյուղերում գրանցվեցին աննախադեպ հաջողություններ։ Եվ Սողոմոնի ժամանակ տնտեսությունը շատ լավ զարգացավ։ Մեր գյուղը այգիների պուրավ էր, մինչև Եղվարդ զիգշեր չէր երևա։ Սողոմոնը մաքսիմալիստ էր։ Ոչինչ չէր անում հենց այնպես։ Նրա ցանկացած որոշում նախագիծ դառնում էր տնտեսությունը, բնակչության կեցությունը առաջ մղելու նախապայման։ Հրաշալի գիտեր իր որոշումների կարևորությունը վաղը հազարավոր մարդկանց լավ ապրելու գործոն են դառնալու։ Գուցե թվա թե ժամանակաշրջանն էր նպաստել գյուղի զարգացմանը, բայց ոչ միայն։ Նրա կառավարման հմտությունները սահմաններ չունեին։ Սողոմոն Հակոբյանը միշտ առանձնացել է իր անմար սիրով դեպի արվեստն ու նրա գրողները։ Երջան, բարևը տկարնեմ երջան, սիրել եմ կարնեմ։ Մեկ էլ մամայիս հետ շատ երգում էին խնձորի ծառի տակին։ Այդ իրանց սիրած երգերն էր։ Խնձորի ծառի տակին, խնձորի ծառի տակին, ես իմ յարը սիրեցի, խնձորի ծառի տակին, խնձորի ծառի տակին։ Գիտեք, հուզվեցի, որովհետև շատ տեսարաններ են կապված այս երկու երգի հետ։ Չգիտես ինչի իրանց պլաստինքան նույնն էր։ Շատ սիրած երգեր կային, մամաս շատ գեղեցիկ էր երգում, պապաս էլ աշխատում էր գեղեցիկ երգեր, դեռ շատ սիրում էր։ Նա հավատացել է, որ ամեն գյուղ պիտի շնչի արվեստով։ Այդ համոզմամբ նա հաճախ էր Քասախ հրավիրում հայտնի գրողների, նկարիչների, երաժիշտների, ցանկանալով, որ նրանք տեսնեն, ճանաչեն եւ զգան գյուղացիների անկեղծ ներաշխարը։ Նորարարական մտահղացումներն իրականացնելու ժամանակ Սողոմոնն այն աստիճանի համառ էր, որ կառավարությունում արդեն գիտեին, եթե ընկեր Հակոբյանը մտքին մի բան դրել է, անպայման կհասնի դրան։ Համառորեն որոշել էր, որ պիտի դաշտամիջյան ճանապարհները լինի ասֆալտապատ։ Դիմում էր տարբեր ատյաններ էր դիմում, անդադ մերժում էր ստանում, դնում է բանաձևով հաշվում է, թե ինչ արժի այն ասֆալտը, որ պիտի արվի միջև դաշտ, եւ ինչ արժեքի միրգ է կորում, երբ որ միրգը բերվում է դաշտից առանց ասֆալտի։ Ապացուցում է մարդկանց, որ կորած մրգի գինը ավելին է, քան արվող ասֆալտը, բայց ասֆալտը չէր արվում մի տարվա համար։ Երբ որ տանում է դնում է սեղանի վրա բանաձևերը արդեն, այդ մարդը ասում է՝ «Վայ, բարանցի, ես քեզանից պրծում չունեմ, գնա այդ ասֆալտն արա»։ Սողոմոնի ղեկավարման տարիներին Քասախն ապրեց զարգացման գեղեցիկ ժամանակաշրջան։ Ու որքան էլ փոխվեն ժամանակները, երանելի է այն մարդը, հատկապես ղեկավարը, որ արժանանում է ժողովրդի սիրուն։ Նո եկա դիմեցի, ընդունվեցի որպես տրավմատոլոգ, Վարձով էի ապրում Քասախում, հենց հիվանդանոցի դիմացի շենքում։ Ինչքան մի քանի ամիս ապրելուց հետո որոշեցի դիմել Սողոմոն Եղիշչին։ Գնացի դիմեցի, լավ ընդունեց, շատ լավ։ Ես այդ մարդուն սրբի տեղ հարգում եմ։ Ուրիշ մարդ էր, էլի լրիվ։ Ասի բա սենց աշխատում եմ այդտեղ, ասել լսել եմ, իմացել եմ, որ աշխատում ես։ Ինչ խնդիրներ ա, ասի բնակարանի հարց այլ ուզում եմ բնակարան ունենամ, կստացվի թե չէ։ Ասեց կմտածեմ։ Չանցավ մի ամիս, թե ինչքան, մեկ էլ ասին ձեզ կանչում ա Սողոմոն Եղիշչը։ Ասի ուրախացած իրևի մի բան ստացվել է, էլի։ Մոտեցա, ընդունեց լավ, ասեց բնակարանը ճարել եմ, ինքան ուրախացա, ամբողջ կյանքս ես Վարձով եմ ապրել, որ տեղացի չէի, ու հանկարծ ինձ բնակարանով ապահովում են։ Ասի, բա ես ինչ լավություն անեմ ձեզ, բա դուք ինձ ախր ծնողից առավել ինձ օգնեցիք, ես ինչ անեմ։ Ասի, բա գնանք միտեղ ռեստորանում նստենք, նշենք, շնորհակալությունս հայտնեմ, բան։
Ոչ մի բան պետք չի։ Ես կխնդրեմ քեզ մենակ իմ յուղացիներին լավ ընդունես, լավ բուժես, լավ ճանապարհես։ Դա ինձ համար միլիոն արժի։ Ես կյանքում նման երջանիկ պահեր, ինչ որ Սողոմոն Եղիշյանից պարգևել, չի եղել։ Պատիվ էր լինել նրա ընկերը, նրա ժամանակակիցը։ Հենց այս դեպքում է տեղին հնչում մեծ դասականի խոսքը։ Երնեք նրան, ով իր գործով կապրի անverջ անդադար։